մի հետաքրքիր ծանոթություն տեղի ունեցավ տարիներ առաջ, մեկի հետ ծանոթացա ու նույնիսկ եղա իր պատասխանատուն։ Ու Աստծո խոսքից բաներ էի խոսում։ Ոգևորված sense, ներշնչված Աստծոց բաներ ես փոխանցում, մի այնպիսի անձնավորություն էր, որ բացարձակ չէր զարմանում որևէ իմ ասացի վրա։ Ասում էր, հա ինչ, դու ես լսի, բա, հանդիպել ես նման մարդկանց հետ։ Աստծո խոսքը կուլ տված մարդ էր։ Անգիր գիտեր տեղեր, sense որ կոճակը սեղմեր, Եփեսացի 4:10 միանգամից ասում էր։ Ու ես sense սրտանց Աստծոց ստացած բաներ էի փոխանցում, հենց փոխանցում էի։ Sense սառը հայացքով, sense հաստ ձայնով ասում էր, բա դու ես լսի։ Ինքան սարսափելի վիճակի մեջ չեք պատկերացնում, ասում ես մարդուն ինչ ասեմ։ Ես էլ ես մարդու հովիվն եմ։ Ես դի քարոզեմ ինքը ասի, բա դու ես ասում, հələ ես լսի։ Ինքան ուժեղ հպարտություն էր։ Ինքան սարսափելի էր դա։ Ինքը շատ ուժեղ կախվածություններ էր ունեցել, բայց ազատագրվել էր։ Լրիվ հակառակն էր դարել, բայց մի բան մնացել էր իր կյանքում, դա հպարտությունն էր։ Հիմա Աստծո խոսքով էր հպարտ ու իր գիտելիքներով։ Ու ոչ մի բան չէր զարմացնում, իր ախորժակը փակվել էր։ Ու կարճ ժամանակ հետո նորից հին մեղքերի մեջ ընկավ նորից։ Հին են սովորությունների մեջ եւ ավելի վատ ձևով։ Այնքան ցավալի է դա, որ դու տեսնում ես մաքրված սրբված մարդ նորից վերադառնում է։